Ամառային երևանյան առավոտի մաքուր օդի հոտն եմ հիշում։ Դպրոցում արձակուրդ, մենք էլ հենց արթնանում էինք, վազում էինք բակ խաղալու։ Պարզ էր կյանքը, ծովը ծնկներից, երազանքները շատ։ Ինձ թվում է նույնիսկ այդ ժամանակ ես հստակ գիտեի ինչպես եմ տեսնում իմ ապագան, ինչ եմ ուզում, ինչի համար ու ոնց եմ հասնելու իմ ուզածին։ Դպրոցականի համար տարօրինակ բան կարող ասեմ, բայց ես սիրում էի դպրոցը ու դասատուները ինձ ոչ միայն սովորեցնում էին, այլ նրանք ինձ համար ներշնչանքի աղբյուր էին։ Դասատուներից մեկը չեմ հիշում ինչ առիթով, բայց մի անգամ ինձ ասաց, որ դու շատ բարձունքների կհասնես։ Այդ խոսքերը մինչև այսօր զրնգում են իմ ականջներում։ Ասեմ, որ ձեր զանգը ինձ հաճելիորեն զարմացրեց եւ հպարտությամբ լցրեց հոգիս, որովհետեւ յուրաքանչյուր ուսուցչի համար մեծագույն պարգև է լսել իր աշակերտի հաջողությունների մասին։ Ուզում եմ շեշտել, որ Գևորգը մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ միշտ արժևորել են ուսումը, կրթությունը, մարդկային լավագույն արժանինքները, ու բնականաբար նման ընտանիքից չէր կարող այլ մարդ ծնվել, քան հիմա կա Գևորգը եւ փորձում է կյանքում գտնել իր կայուն տեղը։ Ես եթե 1-2 բառով բնութագրելու լինեմ, պիտի ասեմ, որ Գևորգը լավագույն օրինակելի ընտանիքի օրինակելի զավակ է։ Փոքր ժամանակվանից, որ նույնիսկ դեռ մի 3 ամսական էր, շատ լուրջ էր բնավորությամբ եւ դժվար էր իրան ծիծաղեցնելը, երբ որ փոքր ժամանակ փորձում ես, չէ, երեխայի հետ խոսես, փորձում ես իրեն ինչ-որ ծիծաղացնես, ինքը շատ լուրջ, միշտ ինքը իր դերի մեջ, այսինքն ոնց որ ինքը ծնվել էր լուրջ բնավորությամբ, իր տեսակով լուրջ, եւ այդպես այդ բնավորությունը իրեն մեջ այդպես կերտվելով ոնց որ համ մեծացավ ինքը հենց առաջին զավակը լինելով ոնց որ հենց այդպես էլ պետքա լիներ, ինքը պետքա լիներ առաջին, ինքը պետքա լիներ ավագը, քրոջ եւ եղբոր հետ էլ այնպես էր վարվում, որպես իսկապես ավագ եղբայր եւ ինքը պետքա պաշտպանի եղբորը եւ քրոջը։ Դա երևում էր նաեւ մանկապարտեզում, երբ գնաց մանկապարտեզում էլ այդպես երևում էր բնավորությունը, իր շուրջը հավաքում էր շատ երեխաների եւ կազմակերպում էր ինչ-որ բաներ, այնքան իր մեջ կար էս որպես պաշտպան այդ իր բնավորության մեջ օգնելու, այսինքն մեր կողքը լինելու, որպես ավագ զավակ, մեր ծնողների կողքը լինելու, երբ որ մենք գնում էինք Շվեյցարիա, այդտեղ ինքը եղել է, այսպես ասած, 10 տարեկան էր, բայց եղել է իմ աջ թևը եւ ամեն հարցում ինձ օգնել է, ամեն տեղ, որ գնացել ենք, իրեն նույնիսկ վստահել եմ երեխաներին, այսինքն փոքրիկներին տղայիս եւ աղջկաս, թողել եմ իրեն մոտ, մի խոսքով վստահելով իրեն, որ ինքը որպես ոչ թե լիներ իրենց եղբայրը, այլ որպես ծնող, ավագ եղբայր։ Ամենակարևորը իր կողքը կարելի է լինել նրա համար, որովհետև եթե կա նպատակ ու այդ նպատակը ընդհանուր նպատական ամանավանդ, ունի նպատակը սլած մի քիչ մեղմ ասված, որովհետև եթե մտքին մի բան դնում է, պետք է հասնի անպայման։ Դրա համար եթե մանավանդ միտքը ընդհանուր միտք է, եթե իր հետ ես, պետք է տեղ հասնես բարևում։ Կյանքն իսկապես բավականին բարդ էր այդ ժամանակ։ Ծնողներս հազիվ էին հասցնում ու մի օր ինչպես շատերը մենք ստիպված եղանք թողնել ամեն բան ու ընտանիքով տեղափոխվեցինք Շվեյցարիա բնակվելու։ Գիտեի, որ ծնողներս ստիպված էին դիմել այդ քայլին։ Իմ ամբողջ երազանքները եւ նպատակները ես դասավորեցի մի ճամփրուկի մեջ ու գնացի։ Բայց վստահ էի ամեն բան պիտի անեմ, որ հասնեմ նպատակներիս։ Լինի Հայաստանում, Շվեյցարիայում, թե Լուսնի վրա։ Like we wasn't really close at the moment that
Մենք մտերիմ էինք ընտանիքներով, ու այդ ժամանակ ես գիտեի, որ եթե ունենամ ինչ-որ խնդիր ուղղակի կամ այլ երեխաների հետ, ես կարող էի ընդամենը զանգել իրեն ու ինքը կտար խորհուրդ կօգներ լուծել այդ խնդիրները։ I remember Gevorg, he had a lot of crazy ideas. Հիշում եմ փոքր ժամանակ Գևորգը շատ խելար գաղափարներ ուներ։ Միշտ առաջինն էր ու ամենանորարարը։ Դա հատկապես տեսանելի էր, երբ ասենք պահմտոցի էինք խաղում։ Ամենանորարար թաքնվելու տեղերը հենց նա էր գտնում։ Նա միշտ ամեն ինչի համար պատասխանատվություն էր կրում։ Երևի դա նրանից էր, որ ընտանիքի առաջին երեխան էր։ Բարդությունները շատ էին, արդեն ընտելանում էինք։ Ամեն բան կարգին էր ու միակ բանը, որ մեզ հանգիստ չէր տալիս, վստահ եմ ծնողներիս ևս, դա Հայաստանի կարոտն էր։ Հիշում եմ, պապան մի օր եկավ մեր սենյակ ու ասեց. «Հավաքվեք, Հայաստան ենք գնում»։ Գևորգը շատ տարբեր առումներով զարմացնող կերպար էր, ինքը թե ուղեղային, այսպես ասած, թե որպես ընկեր, այն եմ հիշում շատ sense տպավորիչ Գևորգի մասով, որ ինքը արխիտեկտուրնի ինչ որ անընդհատ գծագրեր էր նկարում թղթի վրա, որը որ նույնպես զարմացնող որ մենք անգամ չէինք հասկանում, թե դա ինքը ինչ է անում, բայց ակնհայտ դա բարձր մակարդակով արած ինչ-որ աշխատանքներ էր, որը որ նույնպես տպավորում էր։ Չափազանց դե աշխատասեր էր Գևորը, այն ամենացածր աշխատանքից կարելի է ասել լավ բարձրացել էր։ Ու շատ ուրախ ենք, որ sense բարձունքների է հասե գնալով էլի։ Ճարտարապետ, ընդ օֆիս, որը եթե տեղյակ եք մի քանի անգամ տարվա այդ Գլենդերի լավագույն ճարտարապետական օֆիսա ճանաչվել։ Ու ավելի ուրախ եմ, որ ընկերս sense բարձունքների է հասնում, էլի։ Գևորգը շատ տենց ձիգ անձնավորություն է, sense ասեմ, ինքը չկոտրվող տեսակ է ու ոչ փոփոխական, շատ ընտանիքասեր է եղել, տենց եմ հիմա էլի հաստատ տեսնում եմ իրան նկարներով, ամեն տարի, եթե չչափազանցնեմ, գալիս է, հենց ընկերներին տեսնելու համար, կարիք չկա իրան, որ մենք ասենք մի բան անի, ինքը նենց մոտ ընկերա մեզ, ում ես ճանաչում եմ, էլի, որ իրան էլի ընկերա, խոսակցությունից է ինքը կարա հասկանա, ինչ-որ մի բան պետքա, թե ուղղակի զանգել ենք ամենօրյա հարցն փորձ անենք, թե ինչպես է։ Դե ինձ թվում է հայրենիքի համար շատ բան կա, որ իրոք հայրենասեր տղա է, էլի ինքը անգամ այսօրվա պես հիշում եմ, որ այն ժամանակ հենց բրենդային խանութներ բան շատ չկային, եթե իմ ամերի մի ապրանք թուրքական ասենք, թեկուզ մի հատ շապիկ, ինքը մոտիկ չէր գա երբեք այդ շապիկին, թեկուզ բոլորս է ժամանակին օգտվել ենք, որտեղ ուրիշ ձև չեն, բայց ինքը չի մոծե միջ օրս։ Եթե sense գնայես տեմպերով, ավելի հաջողակ, ավելի հայտնի, ավելի լավ էլի, չեմ պատկերացնում ինչ բառով նկարագրեմ էլի։ Գևորգի հետ կապված հիշողությունները իրականում շատ են, բայց երևի թե դա պարբերական հիշողություններ են, երբ որ մենք փոքր ենք եւ իմանում էր, որ քո եղբայրը Զարմիկը նաեւ ընկերդ գալու է ձեր տուն այցի եւ միասին ժամանակ եք անցկացնելու։ Գևորգը իրականում մի հատ շատ հետաքրքիր հատկություն ունի, ինքը տենց ոտով ձեռով մտնում է տարբեր գործերի մեջ, որոնք շատ բարդ են թվում ի սկզբանե, եւ դա շատ հետաքրքիր հատկություն է, որ ինքը միշտ ունեցել է, այսինքն ես որպես իր եղբայրը, իր ընկերը դա միշտ տեսել եմ, նկատել եմ, շատ միշտ դա գնահատել եմ եւ ուրախացել եմ, որ իմ կողքին կա այդպիսի մարդ։ Իմ ամենասիրած պատմությունները այն պատմություններն են, երբ որ ես այցելում եի Արցախ, որպեսզի հանդիպեմ Գևորգին, երբ որ ինքը գտնվում էր ծառայության ընթացքում, թե ոնց էինք փորձում այն 2 ժամվա մեջ տեղավորել մի քանի օրվա գործերը եւ ժամանցը եւ զվարճանքը, դրական ձևով ես երևի թե հիշում եմ այդ օրերը, որ մենք միասին անցկացնում ենք Արցախում։ Գևորգը շատ լավ օրինակ է նպատակասլացության, հա, թե ինչպես է կարելի դնել ինչ-որ նպատակ եւ
շարժվել դեպի այդ նպատակը, ինքը դրա շատ լավ օրինակ է եւ ինքը նաեւ իր օրինակով վարակում է իր շրջապատը, ինչը շատ էլի գովելի է, իր ձեռքբերումները, որոնք ինքը ունի ԱՄՆ-ում, իրականում հպարտության արդեն եւ այդ նպատակը սլացության արդյունքն է։ Կարողանում է շատ լավ համախմբի, շատ լավ կազմակերպի, դա շատ ջիգարով է անում եւ շատ սիրով է անում, ինչը նույնպես շատ յուրահատուկ հատկություն է։ Ինքը այն արժեքները եւ այն վերաբերմունքը եւ այն աշխարհայացքը, որն ունի իր ամենամտերիմների հանդեպ, ես վստահ եմ, որ ինքը այդ ամենը տարածում է նաեւ իր շրջապատի եւ այն մարդկանց հանդեպ, ում ինքը քիչ է ճանաչում կամ չի ճանաչում։ Գևորգը միշտ մեծ սիրով կազմակերպել է եւ հանդես է եկել նախաձեռնությամբ, որ եկեք sense բան անենք, հավաքվենք, sense բան կազմակերպենք, ու այդ հավաքույթները միշտ ինչ որ աղ են իրենց մեջ ունեցել, հա, այսինքն դա չի եղել ուղղակի եկեք ինչ որ բան անենք, ինչ որ բան անելու համար, այլ իրենք իրենց մեջ նաեւ պարունակել են ինչ որ, չգիտեմ, մեսեջ են ունեցել կամ ինչ որ մի հատ այնպիսի պահ են ունեցել, որը որ կարևոր է եղել այդ միջոցառման մասնակիցների համար եւ այլն։ Այսինքն իր մեջ միշտ եղել է այդ նախաձեռնողականությունը, որը որ շատ կարևոր է, ու այդ նախաձեռնողականությունը, ինչը հետաքրքիր է, եղել է շատ վաղ տարիքից իր մոտ։ Մասնակցել է շատ օլիմպիադաների, մաթեմատիկայից, ֆիզիկայից, գերմաներենից, հիշողությանս մեջ տպավորված է գերմաներենի օլիմպիադայի հաղթանակը, բայց գովասանագրեր ունի նաև մաթեմատիկայի օլիմպիադաներից։ Հետաքրքրված էր առարկայով, շատ արագ ինտեգրվեց, շատ արագ ծրագրերի փոփոխությանը ենթարկվեց եւ շարունակեց ուսումը վերջին տարիներին արդեն գերազանց։ Գևորգը միշտ շատ ամբիցիոզ, շատ հետաքրքիր նորարարական մտքերով է եղել, մեկ-մեկ նույնիսկ այնպես բաներ էր ասում իր երազանքներ կամ նպատակների վերաբերյալ, որ մտածում է թե դրանք չլինող է կամ ուղղակի ասում է կմոռանա, բայց ժամանակը անցնում էր ու տեսնում է, որ ինքը իրականում չի մոռացել, նույնիսկ եթե հետո չի խոսել դրա մասին, ու ինչ որ իք ժամանակ հետո արդյունքներով արդեն գալիս էր, կիսվում էր, ու այդ ամենը շատ մեծ տպավորություն էր թողում, հասկանում էի, որ ոչ թե ինքը ուղղակի ասում է կամ ասում մոռանում է, այլ իրոք իր երազանքներն ու նպատակները իր մեջ ամրապնդված են, հստակ գիտի ինչ է ուզում եւ իր մարդ տեսակը այնպեսին է, որ եթե պետքա համառել, համառում է, որտեղ պետքա լինել լավ ընկեր կամ զիջել, զիջում է, բայց վերջում միևնույնն է կարողանում է լավագույն տարբերակով իր երազանքը իրականացնել։ Գևորգը երբ որ ինստիտուտ էր սովորում, նախ ընդունվեց անվճար, հետո մի տարի հետո լսեցինք, որ դուրս է եկել ինստիտուտից, մեզ չէր ասել։ Հետո իմացա, որ ուզում է գնա բանակ, ծառայի, այսպես ասած իր պարտ կտա Հայաստանի Հանրապետությանը եւ վերադառնա շարունակի ուսումը։ Ես դրան շատ վատ զգացի, որ ինքը այդքան չարչարանքով ընդունվել էր, որ կարող էր ավարտել նոր գնար, բայց պատասխանեց ես ուզում եմ իմ տարեկիցների հետ ծառայեմ։ Գնաց շատ հրաշալի ծառայություն ունեցավ, ծառայեց Ստեփանակերտում, առաջի 6 ամիսը հայերեն չգիտեմ, ռուսերեն ուչեբկա, հայկազովում էր, երթման արարողությունից հետո շարունակեց իր ծառայությունը, իսկ դրա ավարտից հետո տեղափոխեցին էլի Ստեփանակերտի մեջ, բայց ֆագոտի ծառայության։ Իր լավ ծառայության հետևանքով շատ արագ դառավ ֆագոտի հրամանատարը, ու ծառայությունը կատարում էր բարձր, այսպես ասեմ, որակավորությամբ։ Մի քանի անգամ գնացել ենք իր մոտ, հանդիպել ենք, սպաների հետ զրուցել ենք, բոլորից անխտիր լավ տպավորություններ են ներկայացրել մեզ, որ շատ լավ է ծառայում, ամեն ինչը որակով է կատարում, դրա համար էլ ինքը ֆագոտի հրամանատարն է այսօր։ Այսպիսով հայրենիքի նկատմամբ ունեցած պարտքը ստալուց հետո, ուսումս ավարտելուց հետո հասկացա, որ չէ, մի բան պակասում է էլի, որ ավելի լայն մասշտաբներ եմ ման գալիս, ավելի մտահորիզոնս եմ ուզում լայնացնել եւ եւս մեկ անգամ հավաքեցի իմ ճամպրուկները ու այս անգամ արդեն ուղևորվեցի դեպի ԱՄՆ։ Իհարկե էլի դժվար էր, բայց դժվարություններ հաղթահարելը իմ կյանքի մի մասն է դարձել։ Ես Գևորգ Գրիգորյանին ճանաչում եմ բանակից, մենք ծանոթացել ենք բանակում եւ եղել ենք ընկերներ, մինչեւ այսօր էլ ընկերներ ենք, միշտ շփվում ենք, կապի մեջ ենք, իրար օգնում ենք ինչով կարող ենք։ Գևորգը շատ ակտիվ էր
հանձնարարությունները միշտ վերցում էր իր վրա, փորձում էր ինքը կազմակերպել, փորձում էր ինքը առաջնորդել, գլուխ բերել, կներ թե ներքին խնդիրներ, թե զորավարժություն, թե կանոնադրության կատարումներ, նման այլ բաներ։ Սկզբնականում, երբ որ եկանք ԱՄՆ, մենք գնացինք Ֆրեզնո քաղաք։ Փոքր քաղաք էր, այնտեղ ես սկսեցի ճարտարապետությամբ զբաղվել, բայց նույնպես առաջընթացի տեղը շատ սահմանափակ էր։ Եվս մեկ անգամ ես որոշեցի տեղափոխվել Լոս Անջելես, ավելի մեծ քաղաք, ավելի շատ հնարավորությունների համար, որտեղ եւ ես բացեցի իմ ճարտարապետական կամպանիան։ Քանի որ Ֆրեզնոյից տեղափոխվելով Լոս Անջելես այստեղ ծախսերը մեծանում են եւ սկզբնական տուն վարձելու խնդիր կա, կանխավճար տալու, բոլոր գումարներս ծախսեցի սկզբնական ծախսերի վրա եւ գրպանումս մնաց ընդամենը $500 եւ որոշեցի բացեմ իմ կամպանիան։ $500 տվել եմ հաշվապահին եւ ասացի, ես ուզում եմ ունենամ ճարտարապետական ընկերություն։ Ու վերջացավ այդտեղ գումարես։ Թուղթը ունեի, որ ունեմ ճարտարապետական ընկերություն, բայց ոչ կոմպյուտեր ունեի, ոչ օֆիս ունեի, ոչինչ չունեի։ Ընկերներ ունեի, ում որ խնդրեցի, որ ես իրանց օֆիսում մի սեղան վարձեմ իրենցից։ Առաջին պրոյեկտը, որ եկավ, դեպոզիտը վերցրեցի, այդ դեպոզիտով առա կոմպյուտեր, ինչով որ կարողանամ հետո իր գծագրությունը հենց կատարեմ։ Գծագրությունը կատարելուց հետո պետք է արդեն տպագրեի, բայց չունեի պրինտեր։ Դեպոզիտի տակ մի փոքր գումար մնացել էր։ Այդ գումարով գնացի տպեցի, գծագրերը տարա քաղաքապետարան, հաստատվեց, մնացած գումարը արդեն ստացա, որով էլ ես կարողացա արդեն գնամ իմ պրինտերը, վարձեցի արդեն իմ օֆիսը։ Մինչև այսօր ես մեկ-մեկ հումորով ասում եմ, որ իմ առաջին օֆիսը իմ ներկայիս օֆիսի զուգահանի չափ էր։ Շատ փոքր, որ ես էի նստած, կոմպյուտերներ, պրինտերը, մեկ էլ մի հատ աթոռի տեղ կար, որ հաճախորդը գար կարողանար իր պրոյեկտը նայել։ Դրանից հետո արդեն մեծացրեցի, լայնացրեցի, վարձեցի երկրորդ օֆիսը, իսկ այժմ ունեմ այն օֆիսը, ստեղծվեց այն օֆիսը, որտեղ աշխատում են 6-7 այս պահին, նույնիսկ 12-ել ենք հասել, ճարտարապետ, քաղաքապետարանի գծագրեր տանող, հաստատող անձ, չգիտեմ, տենց պաշտոն գոյություն ունի, թե չէ, բայց մեր օֆիսում ունենք մեկ տենց մարդ։ Մի խոսքով, սկզբից չունեի մեկ կոմպյուտեր, այժմ ունենք արդեն բազում կոմպյուտերներ ու նույնիսկ ճանաչվեցինք 22 թվականից մինչև այս վերջերս նույնիսկ 25 թվականի 4 տարի անընդմեջ ճանաչվեցինք Գլենդելի լավագույն հայերենով կհնչի տնաշինության, անգլերենով լինում է Home Builder Company, տուն ստեղծող տնաշեն, ուղղակի տնաշեն լավ չի հնչում հայերենում, ընկերությունը։ Իրար հետ սկսեցինք համագործակցել պրոյեկտերում։ Գևորգին շատ սիրում եմ ու հարգում եմ որպես պարզ եւ մաքուր մարդ։ Եվ նպատակասլացությունն եմ իր շատ սիրում։ Դրա հիման վրա ստեղծվեց այդ կազմակերպությունը։ Դրա հիման վրա մենք որոշեցինք դառնալ գործընկերներ։ Եվ իր մոտ տեսնում էի հենց այդ լիդերական ուժը, լիդերական հայացքները, որ կյանքում պետք չի հետ գնալ։ Նույնը, այսինքն, որը որ կոնկրետ ինչ որ ես էի մտածում, նույն բանը տեսնում էի իր մեջ։ Ու բնականաբար ընթացքում ձևավորվեց արդեն ընկերություն, բացի գործընկերները, նաև ընկերություն, ընտանեկան ընկերություն, որի համար չեմ փոշմանել։ Եթե հանգարց ինչ որ բան վերաբերվի մեր անձնական շահերին, մենք երկուսս էլ ընտրելու ենք ընկերությունը։ Կարող կազմակերպությունը դնենք մի կողմ, պրոստը հրաժարվենք այդ ամենից, բայց չկորցնենք մեր ընկերությունը, որովհետև դա ավելի թանկ է գործի հիման վրա ստեղծած ընկերությունը։ Ինքը շատ ուժեղ է այդ ոլորտում, լիդերության ոլորտում եւ կազմակերպչական հարցերում։ Ամեն ինչ Գևորգի հետ ավելի հեշտ է, քան ես պատկերացնում եմ ամենասկզբում, թե ոնց կլինի ապագայում մեր գործը, որտեվ ես սկզբնական ժամանակում շատ չէի տնում Գևորգին օֆիսում, հիմնական մեր երեխեք հետ ենք շատ թեթև էր անցնում գործը, շատ չէի շփվում, ասենց ասեմ Գևորգի հետ այդ ժամանակ, բայց հետո արդեն որ մի քիչ մոտիկացան, արդեն հասկացա, որ չէինք շատ բարի իրականում ու բացարձով մարդ է։ Հիմնականում
Համադրական բանը երևի նայա որ չկա սխալ այս օֆիսում որ քո վրա կբարթվի մի օր, էլի, որտեղ Գևորգը միշտ եթե դու ուզում ես ասես հայ ես սխալ եմ, ինքը ասում է չէ դու սխալ ես, ես եմ սխալ ստեղ։ Դու սխալ ես, դու սովորում ես, դա նորմալ է, որտեղ ինչ որ լուրջ սխալներ ես գործի մեջ, այտենց որ ասեմ մեր մոտ եղել է չի եղել, բայց հիմնականում մանրուկներ կա, որ գործի քանակի պատճառով չես հասցնում ու Գևորգը միշտ հասկանում է դա ու մտնում է սաղից դրության մեջ այդ առումով։ Բացասական բան, որ ասեմ կա սուտ է։ Իրականում չկա բացասական բան Գևորգի մոտ, հիմնականում երևի ժամկետներն է, էլի, որ օրինակ Նավանտիկը հիմա շատ զբաղված է ալում, օրինակ ամեն մի պրոյեկտի մասին մենք ենք արդեն իրան պատմում, որ փուլում է գտնում, ինչ ոնց է, իրան հիմնական ասում է օքեյ, սաղ դիր մի կողմ, ժամկետ ինձ ասա, երբ է պատրաստ ելնելու։ Իրար հետ PlayStation ենք իրան շատ եմ սիրում։ Ինքը ամեն օր գնացել էր Հայաստան, տենց գալիս էր գնում էր, տենց հետո ինքը եկավ ստեղ։ Անգամ դեռ երբ նոր էի ծնվել, իհարկե ես դա չեմ հիշում, բայց ինձ միշտ պատմել են, որ նորածին ժամանակ եղբայրս Գևորգը կողքիցս հեռու չի գնացել։ Միշտ կողքս նստած է եղել ու տենց շարունակվել է միշտ ամբողջ կյանքում։ Ցանկացած իրավիճակում իմ կյանքի ինքը միշտ եղել է իմ կողքին, այտենց նստած, կանգնած, որտեղ ես միշտ զգացել եմ իր ներկայությունը ամեն տեղ։ Շատ կարևոր բան է աղջկա կյանքում իմանալ, որ ծնողից զատ ունես մեծ եղբայր, ով որ քո ամենամտերիմ ընկերն է։ Շատ բաներ իմ կյանքում, որ ես երբեք ոչ ոքի չէի ասի, միշտ իրան ասել եմ։ Ինքի մասին ամեն ինչ գիտի ու բոլորը գիտեն, որ ինքը իմ կյանքում այդ մարդն է։ Ցանկացած իրավիճակում դեռ մանկուց ես զգացել եմ, որ ով էլ լինի իմ կյանքում ընկերուհիներ, ընկերներ, ինքը միշտ եղել է ամենամտերիմը, ամենաառաջնայինը։ Անգամ երբ որ ինքը բանակում էր, երբ որ մենք հեռախոսով խոսում էինք, միշտ ինքը շարունակում էր ինձ հետ կիսվել, ես էլ իր հետ կիսվում էր, ինձ թվում է ամենաշատը նրա համար, որ ես էլ իր հետ կիսվեմ։ Ու միշտ շատ եմ գնահատել մեր ընկերությունը, որովհետև մեր հայրականության մեջ ամեն աղջիկ չունի դա։ Ինքը ինձ 8 տարի մեծ է, ու դեռ մանկուց բնականաբար իրան հետաքրքիր չի եղել շատ հաճախ ինձ հետ, բայց միշտ ինձ հետ խաղացել է, ինքը եղել է միշտ իմ համար օրինակ։ Միշտ ես մանկուց նայել եմ իրեն, ու էլի դա բոլորը գիտեն, ես միշտ իրան այդպես եմ ներկայացրել։ Մանկուց ես միշտ նայել եմ իրեն ու փորձել եմ նմանվել իրեն ցանկացած հարցում։ Ու շատ հաճախ երբ որ ինքը հենց ֆիզիկապես իմ կողքը չի եղել, մենակ այն միտքը, որ ես գիտեի ինքը կա, այդ լրիվ բավական էր, որ ես ռիսկով ինչ-որ մի բան անեմ կամ ինչ-որտեղ գնամ։ Իրա մեջ մանկուց եղել է լիդերի բնավորություն։ Միշտ ինքը սիրում էր ամեն ինչ վերցնել իր ձեռքը ու կազմակերպել։ Ցանկացած հարց, եթե մենք ինչ-որ տեղ պիտի գնայինք, դեռ մանկուց, եթե մենք ինչ-որ քաղաքից դուրս էինք գնում, ինչ-որ խաղ պիտի խաղայինք, ցանկացած բան, ինքը բոլորին հավաքում էր իր շուրջը ու վերցնում էր իր ձեռքը։ Մենք գիտենք, որ Գևորգը անելու է, որ Գևորգը տեղ է։ Մենք մեզ անջատում ենք ու Գևորգը ամեն ինչ անում էր ու մինչև այսօր արդեն խաղերից դուրս կյանքում էլ հիմա մինչև ցանկացած հարցում ես հանգիստ դիմում եմ Գևորգին ու ինքը բոլոր հարցերը այտենց հանգիստ լուծում է ու ինձ տալիս է վերջնական տարբերակը։ Ժամանակի ընթացքում ինքը մենակ ավելի լավն է դարձել, եթե տեղ կար լավը դառնալու, ավելի լավն է դարձել։ Իմ կյանքում ինքը նույն Գևորգն է։ Ինքը իմ եղբայրն է, իմ մեծ եղբայրը նույն Գևորգը։ Գևորգը կնոջս եղբայրն է, մոտավորապես ճանաչում եմ 4 տարի, չնայած այդ բարեկամական կապին, որ ունենք իրար հետ, ինքը նաև ինձ լավ ընկեր է, եղբորպես, երբ որ մենք շրջապատում ենք դուրսն ենք կամ ինչ-որ ցանկացած առիթի, անկեղծ ասած չեմ զգում, որ ինչ-որ բարեկամական կապ կա մեր մեջ, ավելի շատ ընկերական։ Գևորգն օժտված է լիդերական հատկություններով, ինքը կարա շրջապատում կամ աշխատանքի մեջ կամ ընտանիքում բարեկամների մեջ ինքը կարա ինչ-որ գործնական ցանկացած մի բան ինքը կարա կազմակերպի, ինքը մեծ սիրով այդ ամեն ինչը կվերցնի իր վրա։ Գևորգը շատ ընկերասեր է իր տեսակով, ինքը պատրաստ է օգնելու ոչ միայն իր ընկերներին, բարեկամներին, հարազատներին, այլ ինքը
ծանոթ, անծանոթ ինքը պատրաստ է միշտ օգնելու։ Ես անձամբ ականատես եմ եղել, օրինակ վերջին հրդեհների ժամանակ օֆիսը ծառայում էր ավելի շատ ոչ թե օֆիս իր աշխատանքի համար, այլ կացարան մեր հայության եւ բոլորի նաեւ այլ ազգերի համար։ Ինքը մեծ սիրով տրամադրում էր տեղ, սնունդ բոլորի համար, անկախ ամեն ինչից եւ ոչ միայն դա, այլ բոլորը գիտեն, որ Գևորգը պատրաստական խնդիր լինի, իրան կարան զանգեն Գևորգին, Գևորգը ինչ որ օգնությամբ ինչ որ ձեռք մեկնի կամ ինչ որ մի հարցով օգտակար լինի։ Գևորգը ունի մի հատկություն, որ ես շատ կուզեի նմանվել, դա նա, որ ինքը իրան նեղություն կտա դիմացինին ավելի շատ օգտակար լինելու համար։ Շատ հետաքրքիր բան է Գևորգից ինձ մոտ մնացել, օգտակար բան եմ սովորել ոնց իրենից։ Միշտ ամեն ինչին բավականին թեթև նայել եւ երկրորդ բանը ամեն ինչին ասել այո բոլոր հնարավորություններին, որը կյանքը ընձեռում է։ Միշտ ասում է, որ հետո կհասկանանք ինչ անենք, ոնց որ դա իմ մեջ նստեց, քանի որ այնց պարագայում, երբ որ դու չգիտես ինչ անես, ոնց շարժվես առաջ, ասում եմ ոչինչ, արի դա դնենք մի կողմ այդ հույզերը ու արի անենք դա ուղղակի անենք, որպեսզի գնանք առաջ ու միշտ ստացվում էր ինչ սկսում էինք։ Անկասկած կլինի նվիրված քաղաքապետ։ Իհարկե, ավելի քան Երևանի մանկության բակից դեպի կյանքի դժվարություններն ու հաղթանակները Շվեյցարիայում, հետո դեպի Ամերիկայի անսահման հնարավորությունները։ Ամեն քայլ, ամեն փորձություն, ամեն դժվարություն ինձ կերտեց դարձնելով այն մարդը, ով կանգնած է այսօր այստեղ։ Թե որ ինչ կմաղթես։ Որ սիրում եմ։ Միշտ հավատացել եմ, իրական առաջնորդությունը պաշտոնով կամ իշխանությամբ չի սահմանափակվում։ Այն մարդկանց բարձրացնելու, աջակցելու, իմացածդ ու արածդ մեծ գործ դարձնելու մեջ է։ Ես միշտ դա եմ արել, եւ հիմա պատրաստ եմ մի նոր մարտահրավերի։